ակնոցներս բերեմ դնեմ, որտեվ ակնոցներս արդեն ժամանակն են էլի։ Ինչը։ Վերևն եմ թողել, ոչ բան չկա։ Ուժեղ չի լույսը ստեղ բան չի։ Որ ակնոց եմ դնում, լավ եմ քնում այդ կոպիտը։ Երեք այդ ակնոցը որ դրել էիր, քեզ օգնում, հա։ Այն որ ասեցիր, հա։ Դա բանա, բավականին օգնում է, որ բան անես էլի։ Կապույտ լույսը ոնց որ ֆիլտր ես անում։ Հա։ Հանգստացնում է բավականին։ Բայց մանավանդ որ իրիկունն էլ երախսով զբաղվում ես, բան ես անում, ոնց որ չլինի։ Հա։ Ոնց որ ինքը բան է, էլի։ Այդ կապույտ լույսը ոնց որ Բայց իրիկունն ես մենակ դնում, թե ցերեկն էլ ես դնում։ Իրիկունն եմ դնում, ժամը 5-6-ի կոմերից սկսում եմ դնել, եթե չեմ մոռանում։ Բան անում էլի, օգնում է մելատոնին, որ արտադրես, որտեղ հակառակ դեպքում ոնց որ կապույտ լույսը մարմնիդ ազդը կա ուղարկում, ոնց որ օրը ցերեկա ու չես կամ մելատոնին այնքան արտադրես, որ կարողանաս ամբողջ գիշերը հանգիստ քնես, ոնց որ։ Հա։ Ու որ բան ես անում, կոնկրետ օգնում է, այսինքն ինձ հաստատ օգնում ազգում եմ էլի տարբերությունը։ Հա, որ երեկոյան արդեն այդ լույսը ոնց որ չես տեսնում, զգում ես, որ իրիկունը հանգիստ ես քնում, սենց է դառնում։ Հա, էլի ոնց որ բան ես անում, ավելի միտքդ այդ առնում, սկսում է լավ տանելը ու խորը քնում ես, այլ ոչ թե սենց անհանգիստ։ Օրինակ ես քնելը կոնկրետ խնդիր է իմ համար որոշ շրջաններում, որ արթնանում եմ գիշերը ու չեմ կամ քնեմ, ասենք օրինակ, ու անհանգստությունից, բայց ոչ թե մտքիս անհանգստությունից, այլ ինչ-որ մարմինս ուղղակի անհանգիստ է, չգիտես ինչից։ Բայց հետո ջոգեցի, որ երևի ուղղակի բավականաչափ մելատոնին չեմ արտադրում, որ ամբողջ գիշերը պրոստը քնած մնամ, էլի կամ թեկուզ արթնանամ, գնամ նույնիսկ քնեմ։ Ու այս ակնոցները կոնկրետ օգնում են։ Ինձ որ խորհուրդ տվեցիր, ես մի անգամ, տոլի երկու անգամ փորձեցի, իրականում տենց դե ակնոց որ вообще չեմ կրել, ինձ դժվար անդադ կրելը։ Հետո մեկ-մեկ դաժե բան եմ անում, արա հարց եմ տալ, ասում եմ մարդիկ ոնց են կյանքով մեկ կրում, չէ ակնոց։ Ինքը ոնց որ համ ստեղ կողքերդ ականջիդ գլխիցդ ինքը ստեղ էլ է մի քիչ սեղմում, դե ինչքան էլ ոնց էլ հարմար դնես, ինքը ոնց որ սեղմող հատկություն մի քիչ կա, էլի, չէ, մեկ էլ էս քթի վրա, որ անընդհատ մի բան կա, այն որ Հարմար չի եղել պրոստը այդ ակնոցը։ Իրականում ակնոցները հարմար են, բայց դե ի նկատի ունեմ ամեն դեպքում որ քո մարմնի մաս չի, ինքը սովորելու բան է, էլի։ Սովորելու բան, հա, սովորելու բան է։ Բայց դե խոսքի մարդը, չգիտեմ, որ ակնոցով միշտ էլի ջոկմս ամեն իր գործողության մեջ պետք է մարդիկ կան, որ կյանքով մեկ դնում են, էլի։ Դե որ տենց ասես։ Դառնում է դա իրենց բան։ Մարդը միշտ կոշիկ է հագնում։ Դե էսի։ Չէ՞, բայց ասենք պատկերացրու կոշիկ չկար, մի օր սկսեցին կոշիկ հագնել, ասենք։ Եթե չհագնեինք միշտ կոշիկ, ոդկը սովոր չէր լինի կոշիկի, չէ՞։ Բայց քանի որ միշտ հագել ենք, սովորել է, էլի։ Նույնն էլ ակնոցն է, էլի, որ միշտ հագնում ես, սովորացնում ես կամ եթե ունես համբերություն այդ բանը անցնելու, այդ պերիոդը էլի անհարմարության սկզբի, ոնց է բանա։ Այդ էլ դե եթե որ ասում է բանը, եթե առանց ակնոցի ցավդ այնքանա որ անհարմարություն, եթե առանց ակնոցի այնքան անհարմար է, այդ օգնում է որ ակնոցի անհարմարությունը տանես, ոնց որ ճոգում ես, ինչ եմ ասում, եթե ակնոցով անհարմարությունը ավելի քիչ անհարմարություն է, քան առանց ակնոցի, որտեվ եթե չես տեսնում, այդ այնքան շատ անհարմար է, չէ՞, եթե չես տեսնում շուրջդ։ Այսինքն, հա, չտեսնելու անհարմարությունը, եթե ավելի քիչ է, քան դնելու անհարմարությունը, ընտրում ես այնի, էլի, հա, կախված թե ինչքան անհարմար բանի։ Հա։ Մեկը միշտ։ Բայց քո դեպքում օրինակ, չգիտեմ, շատ ալում կյանքում այդտենց անհարմարություններ, որ մտածում ես, էսի ոնց փոխեմ կամ ինչ անեմ այս դեպքում։ Ոնց ես քո հարմարություններն ու անհարմարությունները խոսքի ես զգում ու դրանց լուծումները գտնում, էլի։ Ինչից է գալի, օրինակ այդ ակնոցի պահ խոսքի։ Դու այդ թեզին ոնց եկար, հոп մելատոնին չի արտադրվում։ Ով կիմանար, էլի էդի։ Դե նայ, ասենք մի շրջան կար կոնկրետ
ամի 2-3 ամիս ես 4 ժամ քնում էի, արթնանում էի ու չէի կամ քնեի։ Ու ասենք հաջորդ օրը պետք է արթնանաս ժամը 7-ին վեր կենաս ամբողջ օրը աշխատես։ Աշխատանքն էլ մտավոր աշխատանքան այնց չի որ ասենք ֆիզիկական, պետք է նստես, մտածես, կենտրոնանաս, գործանես, անելիքդ առաջ տանես, ասենք օրինակ, չէ։ Ու ասենք մի 2-3 ամիսը ինչ է, ասենք մի շաբաթից հետո, 2 շաբաթից հետո կոնկրետ զգում ես, թե ոնց է մտքիդ վրա ազդում չքնելը։ Այսինքն այդ անհարմարությունը այնքան է քեզ խանգարում, որ դու սկսում ես լուծում փնտրել։ Հա։ Այդ լուծում փնտրելն էլ այնպես բանա գնում ես բժշկի, ասում է, չգիտեմ, չեմ անում, արյան անալիզ անենք, չէ, չի ստացվում։ Դե գիտես, դա էլ արդեն Գերմանիայում է, հա։ Դե սկսում ես լուծումներ փնտրել, այդ անհարմարությունները, եթե նենց անհարմարություններ են, որ կյանքիդ որակի վրա նենց են ազդում, որ դու չես կարող ուղղակի արհամարես, կոնկրետ կենտրոնանում ես դրա վրա, մինչև մի հատ լուծում ես գտնում ու ասենք 1000 բան փորձելով, 1000 բան փորձելով, մինչև մի բան զգում ես, որ որն է օգնում, ասենք։ Բայց ուրիշ փոքր անհարմարություններ էլ կան, որ ժամանակեր չունես, մտածում ես, դե լավ, հա, ոչինչ թող տենց մնում, ասենք։ Ու տենց դրանց հետ ապրում ես դրա հետ, մինչև մի օր գալիս է, որ ասում ես, լավ, մի քիչ ժամանակ ունեմ, այ տրամադրեմ ես իրան հարցնել լուծեմ, թե չունեմ, հա, լավ, ոչինչ բան չկա, կողքից թող գնա։ Հա, բայց հա, էլի կախված է բանից։ Դու բայց զգում ես, նկատում ես անհարմարությունները կյանքի որ հետո մի հատ մտածես, արժի սրանց հարցեր լուծել, թե չարժի։ Անհարմարություններ կան, բայց մեկ-մեկ էլ դաժե ես ինքս ինձ ոնց որ անհարմարություններն այցելում են, մեկ-մեկ ասում եմ, ախպեր, դե մի քիչ էլ անհարմարությամբ ապրի։ Հա։ Դե հա։ Հա ճիշտ է, ոնց որ ամեն ինչ ուզենանք գցենք, վերջում չգիտեմ, մի քիչ ինչ որ մեջքի խնդիր ունեցա, հետո մտածում ես, դե գնում ես բժշկի, չի ստացվում, չեն ջոգում կամ ինչ լուծում պետք է տանես այս բաներ։ Ես օրինակ շատ եմ վազքը սիրել, էլի, ինչքան կյանքով մեկ անընդհատ վազել եմ, բան, բայց հիմա մի հատ պերիոդ է եկել, որ ես ասում եմ, ախպեր, լավ, դու մի վազի, որովհետև sense մի բան էլ կա, չէ, որ մարդը իրան մի բանի սովորացնում է ինքը, ինչը որ իրան հաճելի է, հետո շատ ժամանակ ինքը չի մտածում, ախպեր, բա որ օրից մի օր ես սրանով չկարենամ էլ զբաղվել։ Կամ այդ զգացումը, ինչը որ ես վերցնում եմ այդ դրանով զբաղվելուց, այդ դոպամինը ինձ տալիս է, ու հետո կարող է ինչ-որ պահ գա ես էլ չկարենամ դրանից էդի վերցնել, հնարավորություն չունենամ։ Ու դրա համար ես թվում է մարդը պետք է այնքան ոնց որ կայուն լինի, որ իր մեջ նաև այդ վերսիան էլ ունենա, որ գիտես ինչ, հա, օրից մի օր կարա սենց էլ լինի, դու քեզ սովորացրա, որ կարաս խոսքի մի 6 ամիս էլ չվազես։ Օրինակ եմ, կամ կյանքով մեկ չվազես։ Բայց հիմա օրինակ որ փոխել ես ուրիշ տեսակի սպորտ ես անում, ասենք, չգիտեմ, ուրիշ տեսակի սպորտեր ես անում, դե հա վազելու դոպամինը ուրիշ է։ Հա, շատ ուրիշ է քուր։ Բայց էլի ասենք բանը ինչ են ասում weight training-ը, resistance training որ անում ես, ինքն էլ բանա սրտի տարագացնում է բանա անում, այսինքն այդ բան, բայց այդ դոպամին չկա, հիմա դոպամինի հետևից ես գնում, թե դու բանի այդ դոպամինի հետևից ես գնում, հա։ Օրինակ վազքի ժամանակ որ վազում ես, ինձ ոնց որ ահավոր թեթև է զգում։ Ու հաճելի երաժշտություն, նաուշնիկներով, ոնց որ դու օթով ոնց որ գնաս, այդ այնց լրիվ է դոպամինն է, էլի ինքը հասնում է մի հատ բարձր պիկի։ Դե հա միտքդ բանը ալնում, չէ՞, ասես բացվում է։ Մաքրվում է ստատ, մաքրվում։ Դե թթվածինը հասնում է մտքիդ, բանիդ ու թթվածինը որ բանը ավելի շատ է թթվածին սկսում արտը բանանել, հասնել, ավելի པարզանում է միտքը։ Շատ։ Ու ես իմ կյանքի որոշումները մեծամասամբ ոնց որ ես այդ որոշումներին եկել եմ վազքով, եթե անկեղծ եմ, որովհետև երբ որ ես վազում եմ, ես զգացել եմ, որ իմ միտքը անտանելի մաքրված է լինում, վախերից, անհանգստություններից, այդ խորը շունչը, անընդհատ խորը շունչը, որը որ նաև կա մեդիտացիայի մեջ բան, էլի այդ շնչառական ինչ-որ վարժություններ բան, ոնց որ քեզ բերեն քո ասածի պես պարզացնեն քո միտքը, որտեղ որ դու կարողանաս ասես, այ էսի այդ պունկտն է, որտեղ դու կարաս օրինակ քո կայացնելիք որոշումը ամենառացիոնալը լինի, էլի հասկանում ես։ Հետո բան էլ կա է, սպորտ, ինչի է սպորտից հետո համել միտքդ ավելի բանա, որտեվ մարմինը ընդհանուր
բանա չէ ձգվածություն ունենք ուզենք չուզենք օրվա մեջ կամ նույնիսկ քնել արտացել ես ինչ որ ձգվածություն կա մեջ սպորտը թույլատնում է մի հատ այդ ամեն ինչը ոնց որ դու քո այդ մարմնի ձգվածությունները որ հանում ես մի հատ լիքը ազատություն է գալիս մտքիդ էլ է հասնում այդ ազատությունը ու այդ ազատության մեջ որոշումներ կայացնել կամ զգացողությունը ընդհանրապես այդ զգացողությունը ազատության ամենակայֆ բանն է, չէ՞, ասենք բոլորս էլ այդ ենք փնտրում։ Ու հա, այդ մարմնին հանգստություն տալը կոնկրետ մտքիդ էլ լիքը հանգստություն է տալիս, էլի։ Հա։ Դրա համար լիքը մարդիկ, ասենք օրինակ սպորտից կախում են ստանում, որովհետև ոնց որ ասացիր, համ դոպամինն է, համ էլ այդ բաները էլի, այդ բոլոր էֆեկտները, որ իր հետ գալիս է, թե ինչ մենթալ ինչ բանա բերում էլի հետո ոնց որ ասած։ Ես միտեղ կարդացի որ բան է, ոնց որ մարդը օրեկան ինչ որ չափով դոզա կա դոպամինի, որի կարիքը ինքը ունի։ Ու երբ որ ինքը դրա կարիքը ոնց որ իրան տալիս է, չերես բնական միջոցի նկատի ունեմ կամ սպորտ, այսինքն ավելի լավ միջոց էլի կամ սպորտ, դաժե խոսքի բանը, այդ սառը ջրի թերապիաները որ կան, այս թրենդային էր դարել, ինչ որ մտնել սառը ջուրը կամ սառը դուշը բանը, ինքը դոպամինը տալիս է, այդ ոնց որ այդ դոպամինի այդ բանը, դոզան ոնց որ ապահովի, ու դու այդ process-ը անելուց հետո դու զգում ես, թե դու ոնց ես ազատվել այլ եւ այլ ուշադրությունների կարիքներից, ինչը քեզ կարա դոպամինի բերի։ Այն ամեն ոնց որ fast food-ային դոպամիններից կողային, որը որ երբ որ օրինակ մարդը սպորտ չի անում կամ այդ նորմալ թերապիաները չի անում, ավելի բնական ու ավելի առողջ, վերջում մարդը ընկնում է այդ fast food-ային դոպամինների հետևից, էլի, չէ՞։ Դե մեր օրերում ասենք օրինակ այս հեռախոսը այ ապրես ասենք դրիվ դոպամինի կախում է այո ու բանա այդ կոնկրետ վտանգավոր բանա մենք որովհետև այդ դոպամինից հետո մենք միշտ բան ենք ունենում չէ անկում ենք ունենում ու դա հենց անկում ես ունենում Սիստեմը նորից ասում է, հեյ, ես ցածր եմ դոպամինը, ինձ նորից հա պետք դոպամին, ինչ ես անում, հեռախոսդ վերցնում ես, նորից գնում ես քո ֆիքսի հետևից, ոնց որ ասած, գնում ես որ նորից ինչ որ մի հատ բան գտնես, որ քեզ հաճույք է պատճառում, օրինակ ինձ, չգիտեմ, ես վերջերս բանը փայտից կահույքի վերանորոգումը, թե ոնց են ասենք 5 կահույքի բաները վերցնում են, ռեստավրացիա, արա կոնկրետ բան կատարես, որովհետև ես սիրում եմ ձեռքով բաներ սարքես, նայում եմ ասում եմ ինչ հավեսով ես կանեի էդի, չէ՞, ասենք օրինակ այդ զգացողությունը։ Ու այդ զգացողությունը, որ ես չեմ անում, բայց ուրիշը անում է, ես արդյունքը տեսնում եմ, ինձ կոնկրետ, ասենք բան է։ Կախման մեջ, անդադ կարիք ունենաս տենաս։ Բայց ասենք ով կմտածեր, որ ասենք ուղղակի տենց մի հատ ռիլ ես նայում, որտեղ բանա ինչ որ կահույք են վերանորոգում, որ քո դոպամինի վրա ինքը կոնկրետ բան է անում, քեզ հաճույք է պատճառում, ու դու ասենք բան ես, մի քիչ դες լավ տրամադրության մեջ ես, մինչև էլի կարոտում ես դրան, գնում ես ասում ես տեսնեմ էլ ինչ կա, էլ ինչ հետաքրքիր ասենք բան վերանորոգման վիդեոներ կարամ նայեմ, բայց կոնկրետ բան է ասենք էլի էդի։ Այս շրջանում է դա, ուրիշ շրջանում կարա ուրիշ բան լինի, ասենք կախված հետո, չգիտեմ, օրինակ ոդքասթները, բաները լավ լիքը բան ես սովորում, բայց նաև այդ input-ը որ ստանում ես, սկսում ես կարոտել դրան, ուզում ես որտեվ դրանք էլ են, չէ՞, մեր դոպամինի բանը, անդադ ուզում ես գնաս այդ դոպամինից վերցնես, այդ էլ նրանից է, որ իրական կյանքում դուրս չենք գալի սոցիալական հարաբերությունների մեջ չենք կարողանում ստանալ, փոխարինել ենք այս հեռախոսով, տենց որ փոխարինել ենք դրանից ենք բանանում, որտեվ հեշտ է։ Լավ պունկտի եկանք։ Որովհետև հեշտ է, մարդկային հարաբերություններում միշտ չի որ դու այդ դոպամինը արագ ստանում ես, ես չեմ կարա քեզ ասեմ դու ինձ այնց բան ասա, որ ես հենց հիմա շուտ արագ լավ զգամ։ Ես էլ չգիտեմ ինչ կարաս ինձ ասես, որ ես այդ արագ այնց լավ զգամ, ասենք։ Մարդիկ դրանից իրարից հիասթափվում են ճոգում ես, նաև որ խոսքի մարդը սովորում է հեշտ դոպամինին, հետո ինքը գնում է իր հարազատ մարդուն կամ խոսքի կամ վաղեմի ընկերոջը կամ ընդհանրապես նոր մարդու հանդիպում է ինքը այդ չափով դոպամին, որ ինքը չստացավ, տեսման գերել ինչ հավես կա։ Ինքը ոնց որ մոռացած լինի, որ մարդու հետ կարաս խոսքի քիչ էլ ստանաս կամ մարդու հետ կարաս նաև ձանձրանաս, բայց դա չի նշանակում, որ
պետք է թույլ տաս, որ այդ ցանկությունը հաջորդ անգամվա համար իշնի, որ այդ մարդուն էլ չհանդիպես, չէ։ Ու ինձ թվում է մարդիկ հիմա իրար հետ տատ, ոնց որ պունկտը այդ դարած լինի իրար հետ հանդիպելու, որ կարողանան ասենց իրար տան։ Հիմա որ չտվեց խոսքի այդ դոպամինը, դե ասելու ախպեր, դե լավ, հիմա չտվեց, ուրեմն հաջորդ անգամ էլ չի տա, բայց մեծ հավանականությամբ կարար հաջորդ անգամ տար։ Նայ, որտեվ քանի որ դարձել ենք մի հատ հաճույքի գերի ու հաճույքը կենտրոնում է մեր կյանքերի։ Մենք բայց հարաբերությունները երբեք դրա մասին չի եղել, որ մենք միշտ ամեն ինչից հաճույք ստանանք, ոչ մի հարաբերությունը մենակ հաճույքի մասին չի, որ հարաբերությունները ընթացիկ թողողների ընթացիկ է, վեր ու վարեր ունեն, կոմպլեքս են։ Մեկ հաճույք ես ստանում, մեկ սովորում ես, մեկ challenge ես ստանում, մեկ ասենք չի ապրես, մեկ կռվում ես, բայց եթե այդ մյուս ֆազաները չունենաս, հարաբերությունը չի զարգանում, կարևոր չի ում հետ ինչ հարաբերություն ունես։ Բայց քանի որ մենք այս բանը հաճույքի բանը այնքան է կարիքը մեծացել ու այդ դոպամինից դարձել ենք կոնկրետ դոպամին ջանքից բոլորս արդեն էլի ասենք դրանից կախված բոլոր տեղերում փնտրում ենք բան հետո դրա համար էլ այդ նարսիսիզմն էլ է շատացել որովհետև մենք մեր հարաբերություններից անդադ փորձում ենք այսինքն ես հուսամ ես չէ բայց մարդիկ կարող է ես էլ մեկ չգիտեմ բայց մարդիկ սկսում են ակնկալել այնց հարաբերություններ որտեղ իրանց մեզ բան կանեն կմեծարեն, մեզ բան կտան, կհաստատեն այդ confirmation-ը որ ասում են, մեզ կհաստատեն, որ ես վերջն եմ։ Ճիշտ է։ Այն հարաբերությունները, որտեղ ինձ կասեն միշտ ես դու գիտես, դու վերջն ես։ Եթե այդպես հարաբերություն չի, եթե ինձ մեկը ասում է, գիտես ինչ, դու ավելի լավ գնա մտածի մի քիչ մյուս բաների մասին, մարդիկ ուղղակի չեն ուզում այդպես հարաբերություններ, որտեղ բան է, ասենք։ Իրանք ասում են, թողա ինձի էգոս հանի ամպերին դնի, էլի խոսքի, չէ։ Ու դա հսկայական դոպամին է, էլի, որ քեզի տես դոզաներ են տալիս, всё, դու օրվա մեջ այն որ full կերած ես, էլի դոպամինով, ասում ես ընտիր խոսքի, չգիտեմ, ընկերս սա կողքից մարդն է, բանա, էսա այնա, ու դու սկսում ես կոնկրետ ընկնել արդեն նաև այդ էմոցիոնալ կաչելիի մեջ, որտեղ որ մարդը կարա, եթե դու մարդուց ես ստանում այդ դոպամինը, այսօր կարա տա, վաղ ասի ախպեր չեմ տալի խոսքի ու դու արդեն ընկնես ցայտնոտի մեջ, ասես ախպեր, այսօրվա փայսը ուր հաջողում ես։ Բայց նայ, այդ կախված է մարդուց։ Դու ուզում ես այդքան դու քեզ հանեն ձեռների վրա։ Օրինակ դու քեզ դուր կգար, որ դու հարաբերությունների մեջ լինեիր մարդկանց հետ, որ քեզ անընդհատ ասեն սարքիս դու ես ինչ վերջն ես։ Ինչ որ պահերի, ոնց որ հենց մեկը Գերմանիայի կյանքի մեջ գներես հեսա լսել եմ։ Ասա։ Որ սոցիալիզացումը այդքան բան չի, էլի, այդքան ինտենսիվ չի, մարդկանց հետ ունեցած կապերը այդքան ինտենսիվ չեն, դու ամեն օր ինչ-որ չես հանդիպում, կարող շաբաթը մեկ բան սենց անես, շատ ժամանակ դու անգամ մոռանում ես, թե մարդկանց հետ շփումը կամ մարդկանց հետ տալու առնելունը ինչումն է քո։ Ես ին վրա օրինակ այդ ժամանակ բռնել եմ, որ ես այդ ժամանակ կարիք ունենում եմ հաստատումների, որովհետև երբ որ դու երկարատև ժամանակ մենակ ես մնում, մենակ դու ես ինքդ քո հաստատումը։ Ու դու երբ որ մենակ դու ես ինքդ քո հաստատումը, դու ասում ես քո ականջներին, դու էլ քո ձայնը ոնց որ քո համար շատ չի կարևորվում, դու երկրորդ ձայն ես ուզում, որը որ կշշնջա քո ականջներին ինչ որ բաներ, ինչը որ քո համար կարևոր է։ Հաջողում եմ, հա։ Բայց երբ որ դու ապրում ես նորմալ սոցիալիզացված կյանքով կամ կյանքում, այդ ժամանակ մեկը կգա կհաստատի, մյուսը կգա կմերժի, ու սենց դու կընկնես նատուրալ ինչ որ հունի մեջ, որտեղ որ համեն կարա ստանաս, համել այն, որ դոզավորումները կբերեն քեզ բալանսի, բայց երբ որ օրինակ այնտեղ այտենց ոչ հաստատում կա, ոչ մերժում, լրիվ նեյտրալություն է, դու սենց փնտրում ես, ասում ես ախպեր, հա, լավ կլներ որ խոսքի մարդ լիներ կամ խոսքի որ տեսներ, ասեր, տես, էսի լավայենի վատա կամ սես բաներ, ջոգում ես քուր։ Հա, հաջողեց ինչ ես ասում, այդ լրիվ հասկանում եմ, ճիշտ ես ասում, որովհետև բոլորս էլ կարիք ունենք այդ հակադարձ մի հատ հասկանալու, թե մենք մեզ ոնց են ընդունում աշխարհում, մենք ոնց ենք ընդունված աշխարհում, այդ հակադարձ կապը պետք է լինի, էլ հակառակ դեպքում չես հասկանում, հա, ասես մի տեսակ օրիենտացիա կորցնում ես։ Քո մասին կորում է, ոնց չէ։ Բայց ես ինչ էի ուզում ասել, եթե դու տեսակով
անենցն ես, որ քեզ չի դզում, որ քեզ ամբողջ օրը մենակ կովեն։ Այո։ Էդ էլ չի դզում իրականում, որովհետև ասենք օրինակ ես իմ մասին որ խոսամ, ասենք ամուսինս, ասենք ամբողջ օրը ասում է թե ես ինչքան լավ եմ։ Բայց պահա լինում, որ ասես մտածում ես ախպեր, ես ուզում եմ համել դու իմ թերությունները տեսնես։ Ես չեմ ուզում դու մենակ իմ լավ կողմերը տեսնես, ես ուզում եմ մի հատ, որտեվ չի դզում, որ դու ինձ անընդհատ մենակ պոզիտիվ ես տեսնում։ Որտեվ ես գիտեմ տենց չի։ Ես գիտեմ, որ ինքան ուրիշ մասեր կան։ Չխոսենք դրա մասին, այսինքն այդ եմ ուզում ասեմ, որ ոչ մի եթե դու ինքդ քո նկատմամբ նենց ես, որ դու գիտես, որ դու օքեյ ես, լավն ես, դզում ա, ոչինչ, դու քո հետ օքեյ ես։ Այո, այդում ես քո հետ։ Ապրես, բայց նենց չի, էլի դու անթերի ես։ Այ մար չեմ էլ ուզում անթերին, ուզում եմ սենց դեռ վստեմ հանգիստ ապրեմ իմ համար, իմ ընկերների, իմ մոտիկների հետ։ Այդ եթե դու տենցն ես ու նարսիստ չես, չի դզում քեզ, երբ որ քեզ անդադ մենակ պոզիտիվ ֆիդբեք են տալի։ Քեզ պետք է նենց որ նենց լինի, որ բալանսավորված լինի, էլի, ոնց որ դու քեզ Ճիշտ ես ասում։ Բայց դրա մեջ էլ պետք է լինի անաչառություն։ Անաչառություն այն առումով, որ ոնց որ քեզ նաև ասողը, թե ինչը ոնց է, էլի, այսինքն էսի դրական կողմն է, էսի բացասական։ Այդ բացասական կողմը այնքան ներփանակատորեն ասցի, որ ասվի, որ դու դրա մեջ ոչ թե ինքնահաստատում տենաս, այլ տենաս, որ այդ մարդը մաքուր է։ Այսինքն մաքուր է ինքը ասում այն ինչ որ կա, ու այդ մաքուր ասածը դու կարողանում ես վերցնես։ Ասում ես, արա ցավդ էլ տանեմ, ինչ լավ է դու ասիր, կաշխատեմ այդ ուղղությամբ։ Ու երբ որ դա ասվում է, դու զգում ես, որ դու էվոլյուցիա ես ապրում, դու զարգացում ես ապրում։ Դու ասում ես, ախպեր, տես այս մարդը խոսքի էդի դիտարկեց, այստեղ ինչ որ մի հատ քյարտ կար։ Հեսա ես էսի բան կանեմ, կշուշաթղթեմ, օրինակի համար, հա։ Հա, ճիշտ ես։ Ու երբ որ անընդհատ գան լավը, դու լրիվ համաձայն որ կուզես ասեն ախպեր, նաև ինչն է նիտով, որտեղ որ դու աշխատես։ Կողքից իրանք են քեզ տենողները։ Որտեվ զարգացում չկա, եթե քեզ անընդհատ մենակ պոզիտիվ ֆիդբեք տան։ Այո։ Այո։ Բան լինի, չէ՞ որ միանշանակ։ Ու ես ինքս ին վրա էդի նաև բռնել եմ այդ նորից էլի մենակ կյանքի մեջ, որ շատ ժամանակ ոնց որ այդ ինքնահարցադրումները ու մի ժամանակ ոնց որ եկա որ ես ինքս ինձ հարց էի տալի, ասում էի եղբայր, դու օրինակ քո հետ ավելի շատ ժամանակ լավ ես, թե վատ, հարմար ես, կոմֆորտ ես, թե դիսկոմֆորտ ես, բան եւ այլն։ Բայց ես ոնց որ զգում եմ, որ ահագին արդեն տարիներ ես ինքս իմ հետ կոմֆորտի մեջ եմ։ Ու դե պահեր էլա գալի, որ ինքդ քեզնից էլ ես հոգնում, չէ՞։ Բնական է։ Ու երբ որ ինքդ քեզնից հոգնում ես, դու ջոգում ես, որ այդ պահին ոնց որ քո հարաբերությունը քո հետ մի քիչ անկում է ապրում։ Դու պետք է այդ պահը արդեն բռնես ու ասես ախպեր, ինչ ա եղել, որ խոսքի ես հիմա աշխատեմ դրա վրա ու ինքս իմ հետ հարաբերությունը խոսքի բերեմ էլի նորից լավի, էլի։ Դի ոնց որ մարդ հարաբերությունը լի։ Լրիվ, հա, դե բանա, մի հատ բան կար, մի հատ գիրք կար, ամնա չեմ հիշի նորից։ Մի հատ գիրք կար, շատ հայտնի գիրք էր նրա մասին էր, թե ոնց ենք մենք մեր մեջ, մի անձի մեջ լիքը անձիկ են, անձեր են, ոնց որ էլի, ու ոնց որ դու էիր ասում, մեր ներքին բանը կոմունիկացիա, ոնց որ տարբեր անձերի կոմունիկացիաներն են, տարբեր կարիքներ են, որ կախված այդ իրավիճակում, որ կարիքներդ են ինչ որ չափով բանեղած, պակասում, դրանք ավելի ակտիվ են, մյուսները, որ տենց ինչ որ չափով իրենց կարիքները բավարարված են, ավելի հանգիստ են, բայց այդ ձայները անընդհատ դու քո մեջ բան ունես։ Այդ ձայները կան, չէ՞։ Բայց մի հատ ուրիշ բան եմ ուզում հարցնել։ Դու ջահել ժամանակ դու ինքդ քո հետ այս որ ասցի վես վերջերս է, որ դու քո հետ ավելի հանգիստ ես, դու զգացել ես, որ ջահել ժամանակ ավելի շատ էիր քո հետ կարողը կռիվ անում, քան հիմա։ Թե տարբերություն զգում ես։ Տարբերությունը զգում եմ այն առումով, որ այդ քո ասած պահանջմունքների շատ, այսինքն տարիներ առաջ պահանջմունքները տարբերել են եղել։ Ու այդ պահանջմունքների ժամանակ ես մեկ-մեկ ինքս ինձնից դիլ խորել եմ եղել։ Ինձնից շատ պահանջատեր եմ եղել։ Ինձ ասել եմ՝ «Խի էսի չես հասցնում, խի էնի չես անում» կամ «Կուզեի ես հենց ելներ, կուզեի հենց ելներ», որը որ չկար այդ պահին։ Ու դրանից ոնց որ դու ինքդ քեզ նախատես ու ինքդ քո հետ հարաբերությունդ վատացնես, չէ՞։ Ոնց որ ասես ախպեր, պետք է տայր էդի քեզ, խի չես տվի, այնինչ ուր դու ստայր, օրինակ եմ ասում։ Ու հետո երբ որ տարիներ հետո ոնց որ գալիս է ինչ-որ մի պահ, որ դու ջոգում ես, որ դու քեզնից պահանջներ չունես այտենց, որոնք որ քեզ
բան անեն, էլի, քեզի նախատեն, ասեն ընկեր, դու էսի էսենց պետք է աներ կամենի անեց, ասում ես ընկեր, հիմա ամեն ինչ լավ է, չէ, ընտիրա խոսքի, ու դու ջոգում ես քո կյանքի, օրինակ, օրվա մեջ, ինչքան երկար ժամանակ կամ ինչքան բան օրվա ընդհանուր ծավալի մեջ, էլի, ինչ մասը դու քո հետ խաղաղ ես, լավ ես, դու ջոգում ես, որ քո հարաբերությունները քո հետ ահռելի չափով զարգացել ու լավացել են։ Ու իրական կյանքի որակը ամբողջությամբ դրա մասին է։ Լրիվ քուրս։ Դու ինչքան խաղաղ ես ինքդ քո հետ, ինչքան խաղաղ ես, այնքան լավ ես։ Ու այդ որ ասում էիր, այդ կռիվները իրական վերջում հասնում է նրան, որ դու քեզ ներում ես։ Մի պահ է գալի, որ դու սկսում ես քեզ ներել ուղակի ու պրոստը ընդունել ես տարբեր մասերը քո միջի, որ այն մասը որ կռիվ էր անում, դու իրան ես ընդունում, այն մյուս մասին էլ որ, այսինքն այդ բոլոր մասերին հենց որ սկսում է գալ ինչ որ շրջանը, որ գնալով քիչ-քիչ ավելի ես ընդունում ինքդ քեզ, այնքան ավելի տենց այն որ sense լրվստում ես, հանգստանում ես, խաղաղվում ես, ու շուրջդ արդեն լիքը բաներ փոխվում են, չեն փոխվում, կյանքդ կարա թոհուբոհ լինի, բան լինի, բայց երբ որ այդ հանգստությունը արդեն գտնում ես ժամանակի մեջ, դու արդեն գիտես այդ տեղը ունես գնալու, որ կարաս այնտեղ գնաս, քո համար արդեն դու քեզ ներել ես, դու քեզ ընդունել ես, դու քո հետ էլ մեծ կռիվ չունես։ Ունես կռիվներ, միշտ էլ ունենալու ենք երևի, ինձ թվում է, բայց այն մեծամասնությունը արդեն ինչ որ պահ է գալի, որ ընդունել ես, որ այս sense-ը ու իրական դու սիրում ես էլ, որ այսինքն նույնիսկ սիրում ես այդ բոլոր մասերը, որոնք սկզբից կռիվ է իրանում իրանց հետ, ու արդեն սկսում ես ասել, օքեյ, եթե չես էլ հասել ես սրան, չես էլ արել ես, ինչը չէր ապրես դու, լավ ես արել, որ այդ ամենակայֆ բանն է, որ պետք է ուղղակի հասկանաս, որ ոչ մեկս էլ եսիմ բան չենք, perfect չենք, իդեալական չենք, ու օքեյ է տենց, իմ միջի մարդիկ էլ իդեալական չեն բոլորը, ամեն մեկը ինչքան կարա իր չափով ինչ-որ մի բան առաջ է տանում, ու օքեյ, ապրեք դուք, իմ միջի մարդիկ, այսպես ասած։ Միջի արևանները բոլոր, բարեկամները։ Միջի արևանները, այո։ Հա, իրոք այդ սաղ կա քուր, այդ սաղ կոմպլեքսները, ու դրանց դու առերեսվում ես մենակ կյանքի մեջ շատը։ Շատ դեպքերում, հա։ Ու ոնց որ երբ որ դու մենակ ես մնում, սկսում ես էլ ավելի ինտենսիվ։ Դա ճիշտ է, մարդուց կախված է, բայց այդ ներքին հարցադրումները, բաները ոնց որ իր համար պարարտ հող է այդ ներքին հարցադրումների համար մենակ լինել, մենակությունը։ Տարածք է էլի ոնց որ ուրիշների հետ որ լինես տարածք չունես, որ կարողանաս քո հետ ժամանակ լինես, որտեղ դրսից ինփութ է գալիս։ Սենց գոնե դու քո ինփութը բանես։ Ոնց որ դաշտը մաքուր է լինում պատասխաններ գտնելու, էլի դու ես ու դու։ Հա։ Всё, հա։ Ու այս բանը, ուզում եի բան անել, ավելացնել այն առումով, որ այդ ինչքան ես ոնց որ այդ էվոլյուցիան ապրել է ու ես մեջս խախանդվել է, այդքան ավելի հեշտ եմ ծիծաղում։ Հա, չէ, անտանելի հեշտ եմ շատ լավ բան ես ասում, հա։ Ու խոսքի ես զգացել եմ, որ խոսքի ես մարդկանց որ հանդիպում եմ, ես այդտեղ ամբիցիա չունեմ, որ ասեմ, սպասի հələ ինքը գցի, լավ գծի վրա, որ ընկնենք լավ։ Ես ասում եմ, ախպեր, ես իմ կողմից դեմից կծիծաղամ։ Հա, չէ, արդեն սկսում ես բան անել։ Հա, ասում ես, ախպեր, всё, ծիծաղում ես, այդ մարդը մի հատ այդ քո ծիծաղի մեջ ինչ որ հանգստություն, ազատ դաշտ է ստանում, անկեղծ դաշտ է ստանում, այդ ծիծաղը էլ պետք է անկեղծ լինի, որ ինքը այդ անկեղծությանը գա, էլի։ Ու երբ որ դու իրան դաշտ ես տալիս սկզբից, ոնց որ ինքը արդեն երբ որ ինքն էլ իր կողմից հանգստանում է, ապահով է ազգում, ասում է, կային ես մտնեմ այս դաշտ, չի լրվենք, էլի ջոգում ես։ Գիտես համեր ինչից է, որովհետև այդ եթե շարունակեմ այն նախորդ բանը, որովհետև դու քեզ արդեն ընդունել ես, որ դու չպետք է իդեալական լինես։ Հա։ Դու օքեյ ես, այնց ոնց որ կաս դու կարաս քո այդ ոչ իդեալական անձով։ Հա։ Վայելես կյանքը, փոքր բաները, ամենափոքր իրական կյանքի ամենամեծ երջանկությունները ամենափոքր բաների մեջ են, փոքր պահերի։ Ու երբ որ դու այդ կարողանում ես դու ցույց տալ, որ գիտես ինչ, ես էլ տենց եսի միշտ չեմ, բայց դες ասենք ապրում ենք ու դրախանում ենք, ասում խոսում ծիծաղում ենք։ 100%։ Մյուսը հանգստանում է, որ ինքը չպետք է քո կողքը իդեալական լինի։ Այ շատ լավ։ Ինքը կարա քո կողքը պրոստը թուլանա, հանգստանա, իրար հետ։ Շատ լավ բան ասիր։
ասեք խոսեք այդ փոքր պահերը միասին հա վայելեք ու այդ եսի ինչի մասին չի այդ վայելք ասել էլի այդ ուղակի մտքեր փոխանակ իրական մտքեր ու էմոցիաներ փոխանակելը ամենամեծ վայելքն է մարդու այսինքն ես եթե ինձ նայեմ այդ էմոցիա ու միտք ու հա այդ դրանք փոխանակելը կիսելը մարդկանց հետ այդ ամենամեծ ու սեր իհարկե ամենակարևորը ամենամեծ հարստությունն է չէ ոնց ամենամեծ հարստությունը մեծ հաճույքը կյանքի որ ասենք որ մտածում ես հետ ամենալավ ամենաերջանիկ պահերդ որ մտածում ես ասենք ինչի մասին ա եղել ինչ որ չգիտեմ ես ինչ տեղերի մասին չի ես ինչ չգիտեմ iPhone-ի մասին չի ես ինչի մասին չի իրականում մարդկանց մասին ա վերջում մարդկանց հետ կիսած պահերի մասին ա վերջում լրիվ ու պետք չի եղել քեզ 200,000-անոց տղյակ որի մեջ նստեիր որ այդ երջանիկ պահը զգայիր կարա իր մի հատ շատ հասարակ հանգստան մեջ կամ ինչ-որ իր միջավայրը այդքան կարևոր չի կարևոր կապը նա էլի լրիվ ճիշտ հա իրոք էլի մարդու պատմությունը որ հետ ենք նայում այդ է որտեղ ես դու անհոգ եղել որտեղ ես դու ծիծաղել որտեղ այդ ամենաինտենսիվ ու տպված պահերը եղել ովքեր են քեզ տվել այդ անկեղծ դաշտը որտեղ քո ասածի պես դու կարաս որպես դու հանդես գաս հանգիստ լինես որ դու ես ախպեր այսքանն եմ ես всё ընկեր ես ոնց որ չեմ ուզում մեջիցս ճաղվեմ որ քեզ ավել բաներ տամ որովհետև այսքանն եմ ինքն էլ ասում է բեր ճակատդ պաչեմ ցավդ տանեմ ես ուրիշ բան քեզնից չեմ ուզում ու էդի բերում է այդ հանգստությանը որ երկուսդ իրարից պահանջմունքներ չունեք ինչը որ իրար չեք կարա հասցնեք ու երկուսդ իրար ասում եք ախպեր ուղակի եղի ու էդի կայֆ է ու երբ որ մարդ լինում է ուղակի այդ լինելիության մեջ ինքը իր դուզ կերպարանքով է լինում ու դե ասում ես ախպեր ինչ կայֆ է ախպեր ինչ կայֆ է ու սենց պահեր էլ կան չէ մեկ հանդիպում են մարդիկ որոնք որ գալիս են ու հենց սկզբից եղել ոնց որ ինչ-որ կերպարով օրո ասում ես ընկեր ոնց հիմա ես այս կերպարից արդեն անեմ ոնց որ չելենջ է գալի դեմդ ասում ես կայնի էլ է խոսքի մի հատ էս էքսպերիմենտն ես անում մի հատ այն էքսպերիմենտն ես անում հետո որ զգում ես որ այդ մարդը այդ կերպարից չի ելնում բավականին շատ էներգիա ես դուրս տված լինում արդեն այդ էքսպերիմենտների մեջ հետո որ տուն ես հետո դատարկված որովհետև ոնց որ դու անընդհատ փորձեցիր տեղ տայր ինքը բայց չջոգես թե ինչ ուններ այդ հանդիպումը ջոգում ես դե հա բայց դե որովհետև էլի կախված դե մարդիկ ինչ են փնտրում էլի հա դու ինչ ես փնտրում մյուսները ինչ են փնտրում ու իրական շատ մարդիկ չեն որ փնտրում են շատ մարդիկ չեն որ ջոգել են նախ եւ առաջ որ երջանկությունը հենց այդ փոքր մարդկային հարաբերությունների մեջ է որովհետեւ եթե ջոգեին կփորձեն փնտրել ու գտնել այդ հարաբերությունները ու քանի որ չեն փորձում փնտրել ու գտնել չեն էլ կարողանում բան անել կապվել ոնց որ ասած էլի կամ փորձել գոնե մյուսների հետ կապվել հա իսկ ոնց ես դու օրինակ կարծում այտենց մարդիկ որոնք որ ինչ որ կերպարների մեջ են իրանց ինչն է մոտիվացնում այդ դեպքում այսինքն որ իրանք կերպարի մեջ են իրանք ինչ կարիք ունեն մարդկանցից որ մարդիկ տալիս են իրանց կամ չեն տալիս իրանք ինչ են փնտրում ինչը իրանց ոնց որ լցնի էլի ջոգում ես ոնց ես տեսնում այդ բանը ինձ թվում է որ հիմա դե մարդիկ այնքան տարբեր են բայց հիմա այն մարդիկ որոնք ուղակի չեն կարողանում իրանք հանգստանալ իրենց սովորաբար պրոստը դրսից այդ բանը ինչ են այդ confirmation-ը ոնց են ասում հայերեն հաստատել հա դրսից հաստատվելու բանը կա որ ինքը չի կա այն որ մի քիչ առաջ խոսեցինք որ դու քեզ ընթացքում սկսում ես ավելի ու ավելի շատ սիրել դու քեզ ներել ընդունել սիրել լիքը մարդ կա որ ինքը չի անցնում այդ process-ը չի կարողանում իրան ընդունի իրան պետքա որ դրսից իրան ընդունել որ ինքը կարողանա իրան ընդունի ինքը չի հասկանում այդ չգիտի ինքը ճիշտ ես ասում ինքը չգիտի որ իրան պետքա որ մյուսը իրան ընդունի որ ինքը իրան կարողանա ընդունի այսինքն ինքը դաժե չգիտի որ ինքը այդտեղ հանդես է գալի ինչ որ ուրիշ դեմքով
սենց էլ է դառնում կամ ինչ-որ կերպարով ինքը դրանից էլ խաբար չի եղել ինքը պրոստը ինքը փորձում է այնպես լինի որ ուրիշները իրան հաստատեն որ ինքը կարողանա ինքը իրան սիրի ճոգում ես սենց իրավիճակ կա արի ես այնպես լինեմ որ դու կարողանաս ինձ սիրես որովհետև եթե դու ինձ սիրես ես էլ ինձ կսիրեմ հասկացա բայց այնինչ պետք է հակառակ լիներ որ ես քանի որ ինձ սիրում եմ ես սենց եմ դու կսիրես կամ չես սիրի բայց քանի որ ես հələ ինչ չեմ սիրում ես արի սենց դառնամ մի հատ ինչ որ XY եսի ինչ որ դու ինձ սիրես որ ես կարողանամ տեսնեմ քո սերը կհերիքի արդյոք որ ես ինձ սիրեմ ու իրականում այնտեղ փնտրեմ խոսքի երբեք չի հերիքելու քեզ կարևոր չի ուզում ես սաղ աշխարհը քեզ ուզում է գա սիրի ոտերի տակ ասի գիտես քան վերջն ես դու արի դու քեզ սիրի չես սիրելու քեզ մինչև դու ինքդ քեզ չընդունես ու չսիրես ճիշտ ես ասում էդի ցիկլը էդի չի բարձրանում էլի պրոստը մարդիկ չեն ջոգում որ պետք է հակառակ ուղությամբ չի դրսից չես կարում չպետք է ստանաս դի ներսից ստանաս էլի ու տես մարդիկ նաև ոնց որ կյանքի բաների մեջ դեպքերի մեջ էլ են չէ շատ դեպքերում ոնց որ տատանվող էլի իրանք ունեն հստակ ոնց որ պատկերացում էսի լավ է էսի վատ է դե հա սենց խոսքի ինքն է որոշում էսի լավ է թե էսի վատ է օրինակ ես իմ մոտ արդեն երկար տարիներ տպել եմ այն բանը այն հատկությունը որ եղբայր երբեք մի շտապիր ասելու էսի լավ է կամ վատ դու սպասի հետո ես դու զգալու էդի կյանքումս ոնց որ ինչ էլ որ պատահում է դաժե խոսքի ցավել լինի նկատի ունեմ ֆիզիկական հոգևոր էական չի ինչ этаպում նեղելն եմ նեղը զգամ լենել եմ բան ինձ ասում եմ ախպեր ջան ախպորպես դու հələ չշտապես կհելնես ըստեից այս վիճակից կելես հետո ինքը քեզ ցույց կտա թե խիերետի եկել դաժե ֆիզիկական հիվանդությունները էս են չմարանանք բայց այդ մարդիկ որոնք որ օրինակ դրսերում փնտրում են ես կարծում եմ որ իրանց մոտ այդ թեման ոնց որ հստակ է էսի լավ է էսի վատ ու դա իրանք են որոշել ու այս պահին որ գալիս ասես մի հատ этап всё դա վատ է ախպեր խոսքի բայց քեզ թվում է իրանք են որոշել թե ավելի շատ քանի որ հասարակությունը տենց որոշել է իրանք տենց վերցրել են որտեղ ճիշտ ես ասում էսի հասարակությունում ընդունված է որպես ճիշտ կամ սխալ ուրեմն էդի տենց հա կամ են չգիտեմ են վերջ մարդիկ չգիտեմ են վերջերը որոշել են որ էդի տենց ճիշտ է կամ սխալ է ուրեմն իրանք մի բան գիտեն ու քանի որ իրանք վերջն են իրանք գիտեն իրանք ավելի լավ գիտեն ոչ մեկ չգիտի ով ինչ գիտի էլի բայց իրանք մի բան գիտեն է որ բայց նայ մի կողմից է նայ շատ կարևոր է որ մենք օրինակ ես էլ իմ համար միշտ դժվար է դու ինքդ քո հետ ֆիդբեք ունես քեզ սովորում ես բայց նաև օրինակ ես պրոֆեսիոնալ կյանքում միշտ նայում եմ տեսնում եմ մարդիկ ուրիշները ոնց են անում ոնց են իրանք այդ չի նշանակում որ դու պիտի դառնաս մյուսը բայց նաև պետքա մի հատ փորձես սովորել հասկանալ ոնց են իրանք ինչն է իրանք մոտիվացնում այդ միշտ իմ հարցն է ես ոնց եմ ասում մարդիկ ինքն է դրանց մոտիվը չէ արա հա տատ ինձ էլ օրինակ միշտ հետաքրքրել է խոսքի կարիերայում, ինդուստրիայում, որ տենում ես մարդիկ խոսքի ֆիտ են, տարիներով շարունակ արա դրանք ֆիտ են ու ֆիտ են, որ էլի դրանց բան չորը երբեք չի կպնում։ Ու բանը այն մի անգամ հովոյի հետ զրույցներում նկատի ունես թե ոնց։ Չէ, հովոյի հետ մի անգամ զրույցում դաժե եկանք նրան, որ երբ որ մարդը իր մեջ կռիվ է ունենում sense քաղց է ունենում էլի ինչ որ մի բանում հաստատվելու կամ ինչ որ միսիա կատարելու այդ մարդուն չորը չի կպնում որովհետև մեջում եռ կա ուղղություն ճամփով գնում է մինչև հասնի հա խոսքի հիմա այդ ուղղությունը լինի որ ինքը հասնի այս ավտոյին կամ այս վիլային կամ խոսքի այս ստատուսին ինքը կոնկրետ ուղղություն ունի որ երբեք չորը չի կպնում իսկ այն մարդիկ որոնք որ ավելի փնտրող են ոչ թե մի ուղղություն ունեն, այլ հազար կողմանի իրանք ուզում են տենան ու սովորեն, կլանեն, իրանք իմաստություն են փնտրում աշխարհում, ճշմարտություն են փնտրում։ Այդ մարդիկ, որ ծրված են ու հիմնական ուղի չունեն, այդ մարդկանց մեջ ոնց որ եռը պակասի, որովհետև ոնց որ
այս պահին իրանք ստեից կարային սովորեին էլ չեն կարող սովորեն, մինչև գտնեն մյուս տեղը սովորելու էտապը անցնում։ Ու այդ ընթացքում եռը պակասում է ներսի։ Ու չորը կարա կպնի, կներես, ասա։ Հա, իմունիտետն ընկնում է, էլի ջոգում է։ Հա։ Ես այս ընթացքում մի քանի մտքեր էր գալիս, բայց բանը, գիտես ինչն է հետաքրքիր, այդ փնտրելու բանը։ Օրինակ ես իմ դեպքում, հա, տենց շրջաններ ա լինում, սենց ստեղ ես փնտրում, ընդեղ ես փնտրում, ընդեղ ես փնտրում, հետո հասկանում է, ես այս վերջերս ինչին եմ եկել, որ մեր բանը, մենք ասում ենք, էս անեմ, էս հասնեմ, էս անեմ, էս հասնեմ, կամ այդ որ ասում ես ուղղություն ունի, թե որ ուղղությամբ ա գնում, հիմնականում մենք այդ ուղղությունը ասելով հասկանում ենք գնամ հասնեմ էս ինչ բանին, որ էս ինչը անեմ կամ էս ինչը ունենամ, չէ՞։ Ասենք մարդիկ տենց են պատկերացնում։ Բայց դա եռա տալի։ Հա։ Իմ համար էս վերջերս ինչն է փոխվել, ես չեմ ուզում, ես չեմ էլ մտածում գնամ հասնեմ էս ինչ անեմ, էս ինչ ունենամ։ Իմ համար արդեն ոնց որ sense փոխվել է, դարձել է ես ով եմ ուզում լինեմ։ Հա։ Հիմա ես ով եմ։ Հա։ Ու ես տաթև համար 2-ը ով է ուզում լինի։ Հա, հետարքի։ Ու այդ ով է լինելու ինքը, բայց ոնց զարգանամ, որ հասնեմ այդ տաթև համար 2-ին, ինչ փորձառություններ պետք է կան, ոնց պետք է կարողանամ, ես գիտեմ, արդեն ունեմ այդ պատկերը, այդ ով է ինքը։ Հա, այդ ֆորման կա մեջ։ Բայց ինքը պետք է որոշակի փորձառություններ անցած լինի, որ ինքը դնի այդ 2-ը համար 2-ը, իսկ ես այդ ոնց գնամ արհեստական ստանաս այդ փորձառությունները, չգիտես։ Ճամփա պետք է անցնես։ Այսինքն կախված էլ է, էլի, թե ինչ ես, ով ես արտաքին ինչ որ բան ես փնտրում, ինչ որ տենց բան, ինչ որ մի բանի հասնես ֆիզիկական, հա, ինչ որ պոզիցիայի հասնես կամ ինչ որ տուն առնես կամ չգիտեմ, ինչ որ ֆիզիկական բան ես ուզում, թե ուզում ես զարգացնես, անձ որպես այդ անձը լինես։ Ոնց որ էլի։ Հա, հետարքիր է։ Օրինակ բան է խոսքի հիմիկվա դու քո էտապում, որ քեզ տեսնում ես։ Դու քո հաջորդ էտապը ուր ես տեսնում կամ որպես ինչ ես տեսնում, որ խոսքի ձգտում ես, որ կուզեիր օրինակ կյանքդ այդ ուղղությամբ ավելի դրա մեջ խորանայր ու էդի խոսքի կփոխեր քո մեջ ինչեր, ինչը քեզ ավելի կգոհացներ ու կասեիր, տես ախպեր, էս էլ մի ներքին չելենջեր, որը որ արեցի ու սրան էլ եկա օրինակ, էլի, հա։ Նայ, կանայք մի հատ վերադառնում ենք այն ինչ սիրած Տամուլ բնությունից ելնելով, թե չգիտեմ ինչից ելնելով, տղամարդիկ իրանց ավելի են վստահում ու հավատում, քան կանայք։ Հա։ Էդի ու լիքը ոլորտներում ես ինձ շատ ավելի վստահում եմ, հավատում եմ բանման, բայց մեկը չգիտեմ, էդի հորմոնային բանը կառուցվածքա երևի ու չեմ ուզում ասեմ բոլոր կանանց մասին, բայց ավելի հաճախ ես տեսնում այդ կանանց մասին, որ նույնիսկ եթե դու ասենք լիքը պատճառներ ունես քո քեզ վստահելու, հավատալու, ուժեղ զգալու բան, դու մեկը կասկածում ես։ Հա, այսինքն կարծում ես դու ավելի քիչ ես, այսինքն կարծում ես դու ավելի հաճախ ես կասկածում, քան յուրաքանչյուր տղամարդ կամ տղամարդ քո միջավայրում տեսած, որովհետև տղամարդկանց մեջ էլ վստահ կլինի, չէ՞, այդ բանը, այդ հատկությունը, որ լիքը տղամարդիկ իրանք էլ իրանց վստահ չեն կարող զգան, էլի հասկանում ես։ Ես դա ավելի շատ աշխատանքային ոլորտում եմ զգում։ Այսինքն անձնական հարաբերությունների մեջ ես այդքան չեմ զգում, որովհետև անձնական չգիտեմ ինչի, երևի այդ իմ հմտություններից կամ ուժեղ կողմերից մեկն եմ զգում, որ ես գիտեմ ոնց նավիգեյթ անեմ հարաբերություն, անձնական հարաբերությունների մեջ։ Հա, ոնց խոսեմ մարդկանց հետ, ոնց ասեմ այն ինչ ուզում եմ ասեմ կամ ոնց հա, հնարավորինս կարողանամ կոմունիկացիայով հասցնել։ Բայց օրինակ աշխատանքային ոլորտում այդ մի բան է, որ ու դե կյանքն էլ անցնում է աշխատանքային, ասենք ես քանի ժամեր ենք անցկացնում աշխատանքային ոլորտում, ես չեմ, ասենք, զգում եմ, որ կոնկրետ նույն իրավիճակներում, որ նորից գոլեգաներ տղամարդկանց կողքն ես լինում, դու հասկանում ես, ինչքան իրանք ավելի ապահով են զգում իրանց բանի իդեաների, իրանց առաջարկների բանի մեջ ու հա, ու ասենք ես օրինակ չեմ ասում ես, տենց շատ չի երևում դրսից։
Ես լրիվ հասկանում եմ ինչ։ Օրինակ հիմա իմ աշխատանքի մեջ դες չի երևում դրսից օրինակ, բայց ես ինքս իմ մեջ զգում եմ այդ օրինակ։ Ոնց որ եկա դատա բազա ես հավաքում, այս միտինգից, այն միտինգից, այս դեպքից, այն դեպքից ու քո մեջ արդեն մի հատ sense puzzle-ը հավաքվում, թե օրինակ տղամարդիկ ոնց են, ոնց որ ստատիստիկա է, էլի։ Մարդկանց ֆիգուրների ու կանայք ոնց են օրինակ խոսում, դեռ որովհետև ինձ թվում է ձայնի տեմբրից է, ձայնի խոսքի վստահությունը, ամեն ինչից կարաս զգաս խոսքի, մարդու ինքնավստահությունն էլ անինքնավստահություն։ Ու ես քո հետ համաձայն եմ։ Ես էլ օրինակ էդի զգում եմ խոսքի։ Ու իմ բանում թվում ասեմ, չէ, իմ դեպարտամենտում մեծամասամբ ավելի շատ են տղամարդիկ, քան կանայք։ Դաժե կարելի ասել 80-20 հարաբերակցությամբ էլի, սենց։ Ու լինում են օրինակ միտինգներ, որտեղ որ սաղ տղամարդ են, մի կամ երկու կին, օրինակ սաղի նկատի ունեմ 7 տղամարդ, 2 կին, բան, ու դու տեսնում ես, որ կինը այնտեղ խոսում է, ինքը այդքան վստահ չի խոսում, ինչքան խոսքի այնտեղ նստած մեկը ոտին գցած խոսքի sense փրկված իր կռեսլոյին խոսում է, հա։ Ու դու տեղ զգում ես, որ մարդը խոսքի չէ, էլի, խի պետք է տենց լինի։ Այսինքն դա զգալի է։ Հա, հետաքրքիր է, թե ինչից է, որ թե ոնց ենք երևի կարա զուտ ֆիզիոլոգիական խնդիր լինի, խնդիր չէ, տարբերություններ կանանց եւ տղամարդկանց, բայց նաեւ մի կողմից տղամարդը պրոստը ֆիզիոլոգիայով ու տենց բանով պրոբլեմ լուծող է, կինը պրոբլեմ լուծող չի։ Հասկանում ես, այսինքն որ մեր պատմությունն ես նայում, մենք չենք գնացել որս կանայք չեն գնացել որս անեն, խնդիր լուծեն, սնունդ բերեն տուն։ Կինը բան է արել, հոգատարության համար է եղել, որ ասենք հոգնած եղել տղամարդը եկել է իր որսով, որ կարողանա հանգստանա հոգատարություն գտնի ու բան անի, չէ՞։ Հիմա ոնց որ հանգրվանք։ Մեր աշխարհում մենք կոնկրետ արդեն այդ բանը ունենք, չէ՞, խնդիր լուծելու ռոլը ունենք, այսպես չէ՞։ Պետք է մենք կարողանանք սովորել խնդիր լուծել։ Ու իրականում, հիմա որ ասեմ, կանայք շատ բան են, խնդիր իրականում լավ խնդիր լուծող են։ Ես քո հետ համաձայն։ Բայց իրանք հələ չեն հավատում, որ իրանք կարում են լավ խնդիր լուծեն։ Ջոգում ես, իրանք հələ կռիվ են անում, ապրես։ Կանայք աշխատասեր են։ Ու դրա արդյունքում շատ բազան, շատ լավ բազա ունեն, որ այսպեսի կարողանան լավ խնդիրներ լուծեն։ Բայց քանի որ անընդհատ փորձում են ապացուցել, որ գիտեք, ես կարում եմ խնդիր լուծեմ, տեսեք, ես կարում եմ խնդիր լուծեմ։ Դե դավադի տա։ Ապրես, փոխանակ իրականում դու սկսես ուղակի հիմա արդեն ես գիտեմ էլի, որ ես կարում եմ խնդիր լուծեմ։ Հանգիստ նստի խնդիրը լուծի, այլ ոչ թե գնա բան։ Լրիվ համաձայն եմ քո հետ։ Սենց բան եմ նկատել դաժե։ Ինձ թվում է, էդի նաև գալիս է տղամարդուց, նայ բոլորս մարդ ենք, անկախ նրանից կին թե տղամարդ, բայց այդ քո ասացի պես խոսքի բնությունից եկել է, որ տղամարդն է տեղ տվողը ավելի շատ էլի, որ կինը ավելի առաջ կա, չէ՞, հա։ Բայց այդտեղ է դիրքում, ես չեմ տեսել, որ հա, ճիշտ է խոսքի, sense ֆիզիկապես տեղ են տվել կնոջը, կինը առաջ է եկել, բան, բայց դու ջոգում ես, որ տղամարդու հələ ներսը չի ընդունել, որ ինքը կնոջը լրիվ տեղ է տալիս, ջոգում ես։ Որտեվ ինքը մեկը իրան որպես պրոբլեմ լուծող է տեսնում, ու մեկը դեռ այդ բանը ու այդ գենետիկորեն ուղակի մնացած է մեր մեջ, հենց էլ չի, որ տղամարդիկ կան որոշ տղամարդիկ ինադու են անում, բայց կան բան չի էլի։ Հենց այդ եմ ասում, որ սենց ասում ես, հիմա ես հետ եմ եթում օրինակ միտինգներին, բան, որ տենց վիդեո քոլեր ալնում, ես ուշադիր ավելի շատ են եմ, թե մարդկանց վրա եմ ուշադիր, տա։ Ես էլ եմ տենց։ Ու սենց ուզում եմ տենամ խոսքի, ինտեղով է լարվածով, չի լրված, բան սենց բաներ, ու երբ որ օրինակ ես նկատել եմ կինը խոսում է, լիքը տղամարդկանց դեմքեր, որ ու խոսքի խելացի լուծում է տալի, լրիվ անկեղծ։ Ապրես, գիտեմ։ Դու տենում ես լիքը տղամարդու ներսը էփում է։ Չեն կարող ընդունել։ Արա ասում ես ընկեր, ես մարդը բան ասում, ընկեր։ Արա մարդ է, թողեք ասի։ Կընդունեք, չի արգումենտդ կասես, բայց դու ուրիշ կողմից ես տեսնում, որ ինքը չի ընդունում, ոչ թե ինչ-որ բան կողմից, ոչ թե ինչ-որ գործնական ու աշխատանքային սֆերայի, այլ ներքին մարդկային այդ բան ինստինկտիվ կողմով ես դու տենում, որ իր մարմինը ասում է, որ հա ինչ ես խոսում, բասը ջոգում ես։ Էդի լրիվ կա, էդի իրոք լրիվ կա։ Ու այն ամենատոլերանտ աշխարհներում էլ անգամ
որտեղ մենք ապրում ենք օրինակ, հա, Գերմանիայում։ Մեկը դու տենում ես ախպեր, այդ կռիվը կա։ Դե օրենս էլ չգիտակցված է, էլի, այդ եմ ասում, դա ուղղակի բնազդային դրված նամեջներս, հələ որ անկանաչ։ Օրինակ ես հիմա հիշեցի ինկերուհուս, որ իր ինչ կարիերա արեց, ասենք ինքը, հիմա հեսա կպատմեմ։ Բանը, ասենք ինքը համալսարանից հետո գնաց այն ամենա PwC-ում սկսեց աշխատել, որ ամենա, ասենք պրեստիժնի կամպանիաներում են, ասենք շատ արագ գնաց senior management-ի մեջ մտավ, ասենք տենց հետո գնաց փոխեց, ասես consulting-ը իմ համար, ասենք արդեն բլբլել էին, այնքան էներգիան տարել էին, գնաց ուրիշ տեղ, ասենք ինդուստրիայում սկսեց աշխատել, որ մի քիչ աշխատի, վերջին տարիներին գիտես ինչ էր ասում էր միտինգների ժամանակ ահա որ քրտնում եմ, բան եմ մլում, ինքը լարվելուց, ու ասենք ինքը նորից 10 տարի փորձ ունեցել։ Ոչ միայն փորձ ունեցել, senior management-ի, ասենք ամենա պրեստիժնի կամպանիաների մեջ senior management-ում ա եղել, ասենք, էլի։ Ու ինքը, ասենք, ասում էր միտինգների ժամանակ ահա որ քրտնում եմ, ու ասում ասես բան է, խոսքս բան է ալում, չեմ իմանում։ Ասես մտածում ես, ասում ես ասենք դու լուրջ, դու, Ալեքս, դու։ Հա։ Ասես մտածում ջոգում ես, բայց բնությունն է, էլի ինչ որ միտեղ, որ հələ բան է անում, էլի։ Իսկ քո կարծիքով օրինակ նաև չկա այն պունկտը, որ կինը այդ թոհու բոհերի մեջ լինելով ինքը սկսում է նաև փոխվել։ Նայ, բան ասեմ ու լսեմ քեզ։ Օրինակ տես, կնոջը երբ որ դու տեղ ես տալիս, ինքը պահում է իր ֆորման։ Ինքը կարիք չի ունենում փոխվելու։ Դու երբ որ իրան տեղ ես տալիս, ասում ես լուծի խնդիրը։ Ասում ես քեզ ոչ մեկը ստեղ չի գնահատական տալու կամ բան անի, հա, ոնց ուզում ես այտենց եղի, հա։ Ինքը կգա, գլուխը կախ օրինակի համար, խնդիրը կլուծի, դու էլ քո կողմից խոսքի քո ձևով ոչ մեկի հետ կոնֆլիկտ չի ունենա։ Բայց երբ որ տեսնում ես, որ խոսքի կինը այդ անընդհատ ապացուցողական բանը չի ավարտում ու տղամարդն էլ իր կողմից անընդհատ մերժում է ու ասում է հա ապեր ապացուցի, այդտեղ կռիվ է դառնում ու ոնց որ կինը սկսի իր ֆորման փոխել։ Այդ էլ հա բանի խնդիր կա, որ պետք է ինչ որ մի պահ լինի, որ ասես չէ, ես չեմ ապացուցելու։ Ես օրինակ հիմա չեմ ապացուցում, արդեն քանի տարի է ես, ուղղակի չեմ, ես իմ գործը անում եմ։ Տեսնում եք, չեք տեսնում։ Ու այդ դժվար է լա ճիշտ տեղը գտնելը, հիմա ես լուրջ շատ գոհ եմ, որ նենց միջավայրում եմ, որ տեսնվում է ու ես ապացուցելու կարիք չունեմ, շատ հանգիստ եմ այդ առումով։ Չէ, նկատի ունեմ քո տեսած միջավայրում, խոսքի կնոջ բանը, էլի ֆորմա, ոնց ես դու կա։ Օրինակ, հենց ինդուստրիա կյանքում։ Ուրիշ բան է, տեղից սկսեցի։ Կներես, հա։ Պետք է կարողանաս հասնես մի ինչ որ պահի, որ կարողանաս նույնիսկ շեֆերիդ ասես ես չեմ ապացուցելու։ Հա։ Ես տես գործից դուրս եմ եկել Հայաստանում կոնկրետ, որովհետև եթե ինձ անդադ ասում են, գիտես, ինչ դու պետք է ավելի շատ ապացուցես, կներեք, ես իմ գործը անում եմ, կամ տեսնում եք, գնահատում եք կամ չեք տեսնում, չեք գնահատում։ Դա մեծ հանգստություն է տալի։ Ես չեմ գնում որևէ տեղ ապացուցելու համար, ես գնում եմ որևէ տեղ արժեք ստեղծելու համար։ Եթե արժեք տեսնում են իմ տեղը ստեղծած արժեքը, կամ եթե նույնիսկ կարծում են ես կարամ ավելի շատ արժեք ստեղծեմ, այդ ուրիշ բան է, որ ասեն քեզ գիտես ինչ, ես կարծում եմ դու ավելի շատ արժեք կարաս ստեղծես։ Այդ ուրիշ մեսիջ է, քան թե որ դու ես ասում այդ։ Հա։ Բայց թե ոնց է փոխվում, այդ այո, լիքը կանայք ու լիքը երևի տղամարդիկ էլ վստահ եմ, եթե վերևից անընդհատ քեզ բան են անում, որ դու ինձ ապացուցի, շատերը ու կարիերայի սկզբում երևի դու այդ ֆազայի մեջ ես, որ պետք է ապացուցես, ու դու սկսում ես տենց այդ բանի ցիկլի մեջ մտնել, մինչև մի ժամանակ է գալի, որ հասկանում ես, որ ես չեմ եկել այստեղ ապացուցելու, պետք է կարողանաս չասել։ Այսինքն ոչ թե տենց չես ասում, ես չեմ ապացուցելու, ինչ որ մի բան ա լինում, ասում ես, էս իմ աշխատանքն է, ձեր դուրը գալիս է, չէ, կարող եք constructive feedback տաք ինձ։ Այո։ Որն եմ վատարել, հաջորդ անգամ կփորձեմ այս ինչ բանի վրա աշխատել, այլ ոչ թե ուղղակի բանը ավելի լավ արա, ու տենց այդ ավելի լավը բանա, շատ բաց բանա, ինչը կարաս ավելի, ամեն ինչ կարա շատ լավ անես, ասենք այդ։ Ավելի լավ արա, հա։ Հասկանում եմ քեզ, իսկ կնոջ բանը, ձևը, փոփոխությունը, ըստ քեզ, այսինքն այս ինդուստրիալիզացումից հետո կնոջ դերի այդ ամեն ինչի մեջ մտնելուց հետո իր ֆորման ըստ քեզ չի փոխվել։
Օրինակ ես էդի Գերմանիայում նկատում եմ, հա, կանացիությունը բանը, ավելի դոմինանտող դեր են իրանք ստանձնում, որովհետև ինքը ռեպրեսիա է, ոնց որ իր վրա ճնշում է գալի, ինքը պետք է հակազդի, ու ինքը բան է անում, ու դու զգում ես այդ մարդու մեջ խոսում է, բայց տղամարդ է խոսում, ջոգում է։ Հա, այդ բանն է, էլի, այդ լավ ես ասում, հետաքրքիր ես ասում։ Ինձ թվում է տարբեր մարդիկ տարբեր ձևով են արձագանքում, դա ռեակցիայի հարց է, հա, կարող է լիքը մարդիկ երևի բան են անում, այտենց ավելի դոմինանտ են դառնում։ Ոնց որ այդ պայմանը իրան դարձնում է տենց, ոնց որ իր վիժիվանիայի պայմանը դարձնում է իրան տենց, որովհետև ոնց է քամելեոնը ինքը վիճակից խոսքի գույն է փոխում, չէ՞։ Բայց նայ, էդի բնույթով հենց նույն ձևով տղամարդն է տենց։ Բոլորս, տղամարդն էլ մի քիչ ինքը, նայ, որ կինը արդեն սկսել է ճնշել, հենց նույն հասարակությունների տղամարդկանց էլ դու տեսնում ես մի քիչ ավելի թույլ։ Բան են անում, չէ՞, ավելի փափկում են։ Դու զգում ես, որ շատ անգամներ օրինակ ես խոսքի, երբ որ իմ կողքից զույգեր են անցել, կին, աղջիկ, տղա, զույգ, էլի բան, դու իրանցից ինչ-որ էներգիա ես ստանում, թե իրանց մեջ ինչ կա, էլի բան։ Ես շատ ժամանակ օրինակ հենց դա կնոջից ոնց որ ստացած լինեմ ավելի տղամարդկային մասկուլին էներգիա, տղամարդուց էլ ընդհակառակը։ Ու ոնց որ իմ մոտ այդ ստատիստիկան բերել ասես մի հատ կորի է հանգեցրել, որ մարդիկ փաստացիորեն ինդուստրիալիզացումից հետո ոնց որ այտենց խոշոր, այտենց ինտենսիվ ինդուստրիալիզացված երկրներում ոնց որ ֆորմա են փոխել, էլի։ Բնույթի ֆորմա են փոխել, էլի, էության բան, էլի ինչ որ ներքին կոդ ոնց որ փոխված լինի, սենց բան ասել։ Ինձ թվում է կանայք դառնում են ավելի լավ խնդրեմ լուծող արդյունքում։ Այսինքն իրականում նորից էլի վերադառնանք, որտեվ կանայք լավ խնդրեմ լուծող են, տղամարդիկ լավ կառավարող են։ Արդյունքում երբ որ այս այն շրջանը որ կանայք գնալով ավելի են ջոգում, որ իրանք լավ էլ խնդրեմ լուծում են։ Այդ բանը գալիս է այդտեղ կառավարողի ու խնդրեմ լուծողի կռիվը ու բանը դինամիկան էլի, որ արդեն կանայք էլ իրանք սկսում են իրանք գնահատել, որ գիտես ինչ, ես լավ էլ խնդրեմ լուծող եմ, այդ կառավարման կարիքը չունեմ ես շատ, ոնց որ ասած էլի, այդ որ ասում ես ֆորման փոխելու բանը։ Հա, բայց այդտեղ բնականության բան չի փոխվում, ըստ քեզ ինչ որ բնականության կոդ չի փոխվում։ Դերը նա եղել, դերը այտենց կենտրոնացած չի եղել խնդրեմ լուծող դառնալու։ Այդի կոնկրետ դժվար է կնոջ համար վերցնել այդ դերը խնդրեմ լուծելու։ Իրանից վերցնել թե ինքդ քեզ ասել, որ դու քո խնդրեմ լուծողն ես, всё, վերջ, չկա ուրիշ կողքից որևէ խնդրեմ լուծող։ Դե բա ինչ է։ Դժվար է դա։ Դժվար է։ Հա։ Տղամարդու համար դժվար չի։ Դժվար չի, չէ, տղամարդու համար։ Այդ բնությունից դու քո խնդրեմ լուծողն ես, բայց կնոջը որ դու քեզ ասես, գիտես ինչ, քեզ ոչ մեկ քո խնդրեմը ոչ մեկ չի լուծելու, դու ես մենակ գնա։ Ու այտենց ինքը դառնում է ավելի դոմինանտ, էլի, չէ՞։ Ինքը դառնում է ավելի դոմինանտ չասեմ, կոպիտ անջում ավելի այդ կոդը մի քիչ փոխվում է, էլի, մի քիչ մասկուլին էներգիա է գալիս։ Մի քիչ մասկուլին էներգիա է գալիս, որովհետև ինքը ասում ախպեր, ես պետք է արդեն ինքս ինձնով եմ, ու եթե ես այդ էներգիան չվերցնեմ, ոնց որ հա, ես վիժիվատ չեմ անի, սենց է դառնում, էլի, չէ։ Հա, այդ հնազանդության բանը, որ պետք է հնազանդվես, որտեղ այնտեղ կառավարող կա, բան կա, ինչ-որ պահից կոդրվում է, կորում է, չես կարող հնազանդվես, եթե գիտես, որ դու խնդրեմ լուծող ես, դու քո խնդիրները լուծել ես, հիմա ինչ, ասենք էլի։ Հա։ Այդ տիրոջ ու հնազանդի բանը, այտենց էլի։ Հա, այդ կոդը քանդվում է, այդ կոդը քանդվում է։ Հա, էլի։ Իրականում այդ կոդը հիմա, չգիտեմ, դե աշխարհում շատ տեղերում կա, շատ տեղերում չկա, բայց ամեն դեպքում այդ կոդը որտեղ էլ որ կա, ինքը նայ, սենց քեզ ասեմ, ամեն օրինակի մեջ, օրինակ անգամ եթե հնազանդուտեր թեմայի մեջ, չէ, կարան լինեն օրինակներ, որոնք որ հենց այդ ասացի իմաստը իրանք լիարժեքությամբ խոսքի այդ ֆորման տան, տեր ու հնազանդ։ Ոչ մեկ չարիթավորվի, ոչ մեկ իրար վրա չինքնահաստատվեն, ամեն մեկը իր դերն ունենան ու իդեալական լինի։ Կինը մնա օրինակ իր ֆորմայի մեջ, տղամարդը իր ֆորմայի մեջ, ոնց որ կա, բնական։ Բայց ընդեղից արդեն գալիս է, այսինքն երբ որ սկսում է կռիվը տղամարդու կնոջ մեջ, էլի, այդ անգամ այդ ֆորման կն հնազանդ ու տեր
երբ որ դու տենց մի հատ մոդել ես տեսնում, դու տեսնում ես ախպեր, էդ էլա քայքայված մոդել է, այդտեղ մոդել չկա։ Հենց էդ է։ Այսինքն այն սուրբ խոսքերը, որ ասվում են կրոնից, օրինակ եմ, հա, ասում, խոսքի եղի հնազանդ ու բան։ Այդ դրա մեջ նաև այն որ դու այն խորհուրդն ես տենում, որ պետք է տղամարդը լրիվ ինքը խոսքի իրան տա, ասի, հա, ախպեր, ես կնոջը ես փայփայեմ, գուրգուրեմ, սեր տամ եւ այլ, կինն էլ ասի ախպեր, ես էլ ես մարդուն սեր տամ, տեր կանգնեմ ու եւ այլն, հա, բայց երբ որ այդ դերերը արդեն այդ դերերի բաշխումը դառնում է էգոիզմ ու տղամարդն ասում է, սաղ պետք է կինը անի, ինքը լավ չի, ես չի, կինն էլ ուտեղ արդեն քայքայվում է այդ մոդելը, իսկ ինդուստրիալ աշխարհում կինն էլ գալիս ասում ախպերս, քանի որ այնտեղ այդ մոդելը քայքայված է մեծամասամբ։ Հիմա ես այստեղ վերցնում եմ իմ մոդելը անգել խոսքի ու եթե մասկուլին էներգիա եմ ստանում, դա ոնց որ աշխարհի խնդիրն է դառնում, ոչ թե իմ անձնական ջոգում ես։ Բայց այդ օրինակ հիմա դու ասիր քո բացատրությունը այդ տեր ու հնազանդի դու բանա որ պիտի փայփայեմ գուրգուրեմ կինել, բայց իրականում այդ չի փայփայ տեր ու հնազանդի դերերը կոնկրետ տիրոջ եւ հնազանդի դերեր են, այլ ոչ թե փայփարել գուր, էդի քո մտքում է տենց։ Բա իրականում շատ լավ է որ քո մտքում է տենց։ Բայց եթե ինձ ասեն օրինակ եկեղեցում տեր ու հնազանդ, ես այդ խորհուրդը հենց այտենց կընկալեմ ջոգում, ապրես, բայց իրականում իրականության մեջ այդ խորհուրդը ուրիշ ձևով է, չէ՞, իրականում։ Ուրիշ ձևով է դրսևորվում, հա։ Ու հիմա եթե ես քեզ հարցնեմ, հիմա մեր օրերում էլ ասենք չի էլ դզում նույնիսկ քեզ չի էլ հետաքրքրի ուղակի հնազանդ ինչ-որ մեկի հետ լինել, որ իր կարծիք չունի, որ չգիտի ինքը ինչ ա ուզում իր կյանքից։ Ճիշտ ես ասում։ Չգիտի ինքը ինչ խնդիր կարա լուծի, ինչ կարա անի, չէ՞։ Հետաքրքիր չի։ Ապրես։ Արդյունքում պետք է ուղակի այդ նոր մոդելի մեջ պետք է կարողանանք որպես թիմ աշխատես։ Ճիշտ ես ասում։ Ու համել կինը տղամարդու ուժեղ կողմերը ընդունի ու բանանի տղամարդն էլ կնոջ ուժեղ կողմերը բանան ու որպես թիմ իրար հետ պետք է այդ նոր մոդելը թիմի շուրջ պետք է լինի որ ամեն մեկս մի բան ենք կարում լավ անենք կամ 2-3 բան ենք լավ անում որ ամեն մեկը իր ինչ լավ կարողանում է անի իրանց բաները էլի ուժեղ կողմերը կարողանան բան անել ներկայացնել որ որպես թիմ աշխատեն իրար հետ թիմ ապրեն իրար հետ ոնց որ ճիշտ ես ասում այս էպիզոդը Արիսերանով ավարտենք շատ հետաքրքիր էր հաճելի էր ինչերից սկսեցինք ուր գնացինք հա ծրվեց զրույցը բայց հաճելի թեմա ես սիրում եմ օրինակ որ ասես կարա խոսքի մի էպիզոդի մեջ շատ բաներ լինեն որոնք որ հետաքրքիր են էլի ապրեք շատ որ լսեցիք մեզ հետևեք մեզ եւ տարածեք Շնորհակալություն այսօր իմ զրույցը Տաթևիկ Բաբայանի հետ էր իմ քրոջ ապրես շնորհակալություն հաջողություն